Ռուսիա պայ, որ մի ժիվատում ձեր հարազատների համար։ Հանգիստ եղեք, իրենց ոչ մի բան չի լինի։ Որ դուս գիտես, որ ոչ մի բան չի լինի կոշտ։ Որ ասում եմ ուրեմն մի բան գիտեմ։ Տղեկ եսի պատերազմ ա, ու սաղըտ գիտեք թե ով ա հովոն։ Եթե մի փոքր թուլացանք, մի օր էլ ավել չենք ձգելու։ Արժ չկա, կռվենք։ Ստե մեկը չկա, ում հովոն կամ իրա տղեկը պշտած չրնեն։ Բայց գարանտիա չկա, որ կստացվի։ Հովոյի մեջքին կա մի հատ մեծ բանակ, որ սա գլխակերեն ու պարապած տղեկ։ Մենք մենակ չենք սուրո, Սևակ իրա տղեկ հետ թեմայի մեջ են, չհաշված այն մարդկանց, ովքեր որ հովոյի հետ հին հարցեր ունեն։ Բայց մեկ այլի քիչ են կոշտ։ Սուրո, եթե չես կռվելու հելի գնա, ստե ոչ մեկի ձորով չենք պահում։ Գնացողը լես, թե չէ ելնի։ Ուղղակի ուզում եմ հասկանամ մեր հետ ինչ ալնելու։ Ոչ մի լավ բան, եթե կասկածեցիք մեր հնարավորությունների վրա։ Քաղաքի լավ կտորներն իրանով արել են, փշուկն էլ թողել է, որ սովի շմեռնենք։ Ձեզ ձեռան տալիս են զաբրել է։ Չէ, Լորում դա շտալու բան չկա։ Կամ մենք, կամ հովոն։ Երրորդ տարբերակ չկա։ Երկար ենք ստե մնալու։ Չէ։ Մենք չենք կարող նստենք սպասենք, թե երբ հովոն գալու։ Առաջինը պետք է մենք խփենք։ Վաղ առավոտ պարզ կլինի։ Ասար, Ինֆորմացիա կա համար կոշտ։ լսում եմ ասա։ Մանեն ա մեր մոտ։ Մեր մոտ որտեղ։ Հյուրանոց մի քանի ժամ առաջ հովոյի հետ եկան ախրանայով, բանով։ Սաղվերևի հարկն ազատել են, մենակ մանեն ա մնում։ Մանեին զորով էին տանում, թե իրա խոտով էր գնում։ Չէ, նորմալ, ասր խոսալով գնում էին։ Լավ ապրես։ Խարս իմացի, որ համարում են։ Հա, արջ չկա, բայց սաղվերևի հարկն ախրանայով լծված է, դաժե մեզ չեն թողում հելնենք։ Ես քեզ հասկացա։ Նորություն ունի կզանգես։ Վիլեն կոշտա, մանեի բաղ նորություն կա։